Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Նարեն կորցնելով ինքնատիրապետումը բոլորի ներկայությամբ հորն անվանում է մարդասպան, առանց երկմտելու ու թաքցնելու։ Նրա այս խիզախ արտահայտությունը դառնում է վերջին կաթիլը Սաքոյի համար։ Սպանության մեղադրանքը նրա համար դառնում է անձնական հարված, որը բացահայտ կերպով հարվածում է հեղինակությանն ու դիրքին, ոչ միայն ընտանիքում, այլ ամբողջ շրջապատում։ Այս պահից սկսած Սաքոյի ներսում հարթնանում է տարիներով կուտակված չարության ամենամութ կողմը, վերածելով նրան անկառավարելի գազանի։ Սաքոն անմիջապես առանձնանում է Արմոյի հետ և փակվում սենյակում։ Նա իր ներսում ունեցած լարվածությունը դուրս է բերում միակ մարդու առաջ, որին կարծում է կարող է վստահել։ Սեփական աղջկանից ստացած այս հարվածից հետո նա պետք է ռազմավարություն մշակեր, հետ վերադարձնելու իշխանությունն ու վերահսկողությունը։ Սակայն նա չի գիտակցում, որ հենց Արմոն է իր կյանքի դժբախտությունների ակունքը։ Արմոն էր բոլոր խաղերի խորապատկերի հեղինակը, բոլոր խառնակցությունների աղբյուրը, բայց Սաքոն անկեղծանում է։ Նա բաց ասում է, որ այսուհետ Աբոյի ամենաթույլ կետը գտնվում է իր ձեռքերում և պատրաստ է դա օգտագործել որպես ուժեղագույն զենք։ Արմոն ամեն ինչ նախապես հաշվարկած հստակ հասկանում է, Սաքոն ակնարկում է Սոնայի մասին։ Դա հենց այն արդյունքն էր, որին հասնել էր ուզում նա երկար ժամանակ։ Հիմա բոլոր կռիվներն ու հակադրությունները խաչվում են մեկ կետում։ Սոնան Աբոյի ամենամեծ ցավն է, Սաքոյի նոր ուժի աղբյուրը, իսկ Արմոյի խաղի հաջորդ գործիքը։ Այս զարգացումներից հետո Վռամը, մինչ այդ լուռ դիտորդը, դուրս է գալիս բակ, ինքն իր հետ միայնակ մնալու և մտքերը հավաքելու նպատակով։ Նա խորը մտորումների մեջ է։ Դեռ չի կարողանում հասկանալ, թե արդյոք հնարավոր է հավատալ այն ամենին, ինչ քիչ առաջ լսեց։ Սակայն քիչ անց վերադառնում է տուն, մտնում է սենյակ և առանց երկար մտածելու ասում Արմոյին, որ պատրաստ է կանգնել հոր Սաքոյի կողքին ցանկացած հարցում։ Նրա ներսում դեռ գործում է որդու նվիրվածությունը, իսկ արտաքին աշխարհը վերստին շփոթված է՝ ում հավատալ, ում հետևել։ Սոնան այս խոսակցությունը լսում է պատահական, գաղտնի։ Նա ցնցվում է, գիտակցելով, թե որքան սարսափելի սխալ է գործել ընտրելով այս ընտանիքը։ Նա տեսնում է ամբողջ պատկերը՝ մարդկային կեղտոտ խաղեր, դավաճանություն, սպանություն և վրեժ։ Սոնան հասկանում է, որ այլևս չի կարող մնալ այդ տանը։ Նա գիտակցում է, փրկությունը հնարավոր է միայն մեկ ճանապարհով՝ հեռանալ հնարավորինս արագ ու առանց հետ նայելու։ Իսկ այս ամբողջ մթնոլորտում Նարեն հասկանում է, որ եթե մի բան չանի, ամեն ինչ կարող է կորցնել։ Նա զանգում է Հայկին, հույսով, որ կկարողանա բացատրել իր արածները, իրավիճակը, փրկել իրենց կապը։ Հայկը պատասխանում է, սակայն արդեն անտարբեր է, հեռու ու կոշտ։ Նա ասում է, որ այդ զանգն այլևս իմաստ չունի։ Նարեն հասկանում է, որ կորցնում է իր սիրած տղային։ Հենց այդ պահին Հայկի թիկունքից մոտենում է Լալան, հանգիստ ու հստակ։ Նա արտաբերում է Հայկի անունը, ու Նարեն հեռախոսի մյուս կողմից ճանաչում է իր հորաքրոջ ձայնը։ Նա քարանում է, նրա շունչը կտրվում է։ Այս ձայնը նշանակում է միայն մեկ բան՝ ճշմարտության պահը եկել է։ Հայկը առանց երկմտելու անջատում է հեռախոսը, շրջվում է դեպի Լալան և ուղղում իր կյանքի ամենաճակատագրական հարցը։ Ուզում է իմանալ, թե ով է սպանել իր հորը։ Եվ այս պահից սկսած ճշմարտությունն այլևս չի կարող մնալ ստվերում։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճշմարտությունն իմանալուց հետո Հայկը կցանկանա լինել Նարեի հետ։ Գրեք մեկնաբանություն։